Գիտակ մի տներ։ Բարի։ Մենք պիտի շարունակենք մեր նյութը այսօրվա եւ ուր որ գարտացի հիմա 7-րդ համարը պիտի խոսենք։ 7-րդ համարեն։ Եկեք 6-ն նորեն գարտամ եւ ակրավները նրա համար հաց ու միս էին բերում, արավոդի եւ իրիգուն հաց ու միս, եւ նա ճուր էր խոհնում հեղադից։ Եվ այնպես եղավ, որ որոշ ժամանակ անց հեղադը չորացավ, որովհետև անցրև չէր գալիս երկրում։ Եթե գիշեք անցյալ շաբաթ գխոսեինք, որ Եղիա մարգարեն, որ մարգարե չէր սկզբունքով, սկիզբը մարգարե չէր, մեկ իրեն չէր ճանչնար իբրև մարգարե, Եղիան բարձ մարդն էր, Եղիան եկած է քաղաքի բնակիչներից թեստվածի էր, իրեն անան կճանչնային, թեստվածի Եղիան, okay, Գոմիդասի բան, Դարոն, այսպես կճանչնային, չէին ճանչնար իբրև Դարոն մարգարե։ Եվ այդ օրերուն շատ մարգարեներ կային, եւ այս մարգարեները Աստուծո խոսքը չբերին Աստուծո, Ակաբ թագավորին, բայց եւ այնպես կտեսնես Եղիան մարգարեն ոտքի ելավ եւ Աստուծո խոսքը ստացավ եւ գնաց թագավորին կով եւ Ակաբին հրճագեցավ սով պիտի լինի, ինչեւ որ ես փրանց չփանամ, սով պիտի լինի։ Եվ այդպես եղավ, սով եղավ։ Հնազանդեցավ Աստուծո խոսքին եւ այդ բաժարով Աստված իր հետ խոսեց եւ ասավ հիմա այստեղ են ել եւ քնա այնտեղ քերիտ հեղად ուրդեղ ես քեզի ապահոված եմ ամեն ինչ հրամայել եմ ակրավները որ քեզի գերագրեն եւ ունիս քերիտ հեղադը որ մեջ ճուր պիտի խմես բայց ժամանակը անցավ եւ աս ճուրը չորնալու սկսավ Տուն Եղիային դեղ լաս հիմա ինչ պիտնես ադե հարցումը Բարձաբես որովհետև տուն Աստուծո խոսքը գադարեցիր, հնազանդեցար իր խոսքին ամացայն ոտքի ելալ, ասել չէ, որ ամեն ինչը օքեյ պիտի ելա։ Ասել չէ, որ Աստված իր խոսքը բնավ ետ պիտի չփոխե ուրիշ բանի մը։ Ու այնտեղը պիտի չփոխե։ Այնտեղը սիրեներ կփոխվի, եթե նայես 8 եւ 9-րդ համարներում մեջը, գսե եւ դերը խոսեց նրա հետ ասելով վեր գաց եւ քնաս Սիտոնացիների Սարեպտան եւ մնա այնտեղ։ Դեսար այնտեղը փոխվեց։ Սկզբա այնտեղը քերիտ հեղադներ։ Հիմա այնտեղը եղավ Սարեպտա։ Եվ հոն հրամայել եմ մի որբևարի գնոջ որ քեզ գերագրի։ So բարձրապես ես որ ելա Աստծո Աստված ինձ խոսք տվավ, այդ խոսքը գադարեցի, հնազանդեցա Աստծո խոսքին իման վրա։ Ասել չէ որ Աստված իմ այնտեղը սկրնա չի փոխել, այնտեղը կփոխվի։ Աստուծո հետ մեր հարաբերություն է, դինամիկ է։ Հարաբերությունը ստատիկ չի մնար, գեցած դեղը չի մնար, հարաբերությունը գաջի։ Ես այսօր Թամարին ավելի կճանչնամ, քան առաջին օրերուն։ Ես Թամարին այսօր ավելի կսիրեմ, քան առաջին օրերուն, որովհետև հարաբերությունը դինամիկ է։ Հարաբերությունը սարած վիճակ մեջ է։ Սարած հարաբերություն արդեն կմեռնի։ Եվ ինչպես տեսնես, Աստված Եղիային այնտեղը փոխեց։ Մեկ դեմ մյուս դեղը դարավ։ Եվ հարցումը հետևյալն է. Պատրաստ ես որ դու ոտքի ելես եւ փոխես, եւ որ Աստված ասե փոխե։ Սկայուն ես որ լսես իրեն եւ քեզի գսե որ հայդե ելա այստեղ են եւ քնա հիմա Սարեպտա։ Կամ դու որոշես որ ելես եւ դերթաս ուրիշ տեղ։ Միտքս գնամ ու բարձել։ Շատ անգամ եւ որ մենք նեղիկ ենք հանգարց աղոթելու կսկսենք եւ Աստծո երեսը կփնտրենք եւ Աստված մեզի գանտվի Աստված մեզի խոսք ուտա գսե քնա այնտեղ եւ ես քեզի վիդեո օրտնեմ գերտաս այնտեղ ուր որեն է այդ այնտեղը գերտաս այնտեղ եւ Աստված քեզի գործն է հետո գմորնաս Աստուծոն օրեն հարցնել եւ այնտեղ կմնաս 5 տարի 10 տարի 20 տարի միշտ գիշես 5 տարի առաջ 10 տարի առաջ 20 տարի առաջ այսպես էր Բայց գախված վիճակ մը գա։ Ինչու համար парքը парք չիկացի ես, հավատքը հավատ չիկացի, հավատացյալներ գա, թերահավատութենը թերահավատություն գերտան։ Կամ հավատքը թերահավատություն գերտան, թերահավատութենը անհավատություն գերտան, այսին դեպի հետև գերտան, փոխանակ դեպի արժե գերտան։ Ինչու համար գախված վիճակ պիտի լինի։ Ես պետք ունիմ իդ Աստուծո երեսը փնտրելու եւ իր մեջ խոսք առնեմ։ Ուր գուզե որ ես լամ հիմա։ Ինչ գուզե որ ես անեմ հիմա։ Ես պետք է սկայուն լամ։ Այդպես տուն բادرազներ կսկսի սախտել։ Դավիթ Աստուծո գարցներ
Աստված իրեն ռազմավարություն գուդար, ամեն անգամ նույն ռազմավարությունը չէր։ Եթե Դավիթ նույնը ֆոտոկոպին էր, բայց բարդվեր ինքը հաջորդ պատերազմներում։ Առաջինը ախտեց, երկրորդին մի բարդվեր։ Բայց երկրորդին նորեն հարցուց Աստծո եւ Աստված իրեն ուրիշ ուղղություն տվավ եւ այդ ուղղությամբ շարժեց եւ պատերազմը նորեն ախտեց։ Եվ Դավիթը միշտ հաղթություն տեսավ։ Իր կողը մարգարե ուներ Դավիթ։ Նաթանն էր։ Եվ ուրիշ մարգարեներ ակային, անունները չեմ հիշելու, բայց մարգարեներ ուներ իր կողը։ Աստծո գարցեն վհուկներ չուներ իր կողը։ Բախտակուշագություն չերներ։ Իր քուխեն բաներ չերներ։ Մեկ անգամ սխալեցավ իր քուխեն բան մրավ, անալ սուր մտավ ընտանիքի մեջը, բայց ընդհանրապես ինքը մարգարե ուներ իր չոսում, այսինքն Աստծո խոսքը իր կողը բաց է։ Աստծո խոսքով գշարժեր Դավիթ։ Եվ ադու համար հաղթություն կդեսներ միշտ եւ միշտ։ Լավ։ Հիմա Եղիան քերիտ հեղած է եւ հանգարց սկսավ դեսնել ճուրը գամած կբաքսի։ Եվ դեմը ասավ չորցավ։ Արդյոք ինչ պիտի մտածեր դու այստեղ։ Նկատի արեք, քերիտ հեղածը չորցավ ոչ թե որովհետեւ Եղիա սխալ բան մրավ։ Քերիտ հեղածը չորցավ, որովհետեւ Եղիա շիդակ բան մրավ։ Ինքը մարգարեացավ, որ սով պիտի լինի, չէ՞։ Ինչու համար ասի գսեմ, որովհետեւ Աստծո այդ քայլերը անպայմանորեն ասել չէ, որ ամեն ինչը օքեյ պիտի լինի։ Շատ անգամ շիդակ բանը ընեսն է, քեզի թեմ ինտիմություն պիտի ելնե, քեզի թեմ նեղություն պիտի ելնե, դժվարություն պիտի ելնե, քեզի թեմ հարցակող թշնամի ունիս, որ քեզի թեմ պիտի հարցակի։ Սո անպայմանորեն ասել չէ, եթե հանգարց յանքից մեջ սխալ բան մբադայեցավ, ասել է ուրեմն ես Աստծո ջամփային դուրս ելազեմ։ No, դու պետք ունես Աստծո մե խոսք, որբեսի հաստատես, եթե դու շիդակ ջամփու վրա ես կամ ոչ։ Չես կնար ենթադրությամբ ապրիլ եւ ասել ես կգարձեմ Աստծո ջամփու մեջն եմ։ Դու Աստծո խոսք ուզես, որ գիտնաս շիդակ դերն ես կամ ոչ։ Սուրբ ոգին քեզի ինչպես գուղեք, որ Սուրբ ոգին հետ պետք է ես գավված ելամ, գիտնամ ես շիդակ ջամփուն վրա եմ կամ ոչ։ Եղիա գնար հիմա գասկածներու մեջ մտնել եւ ասել վայ, արդյոք ես սխալերի, արդյոք ես Աստծո մե լսեցի։ Արդյոք Աստծո փախցուցի ես։ Շիդակ բաներ ավսելով ինքը սխալ բանի մեջ մտավ հիմա, կամ սխալ վիճակի մեջ գտնվեցավ։ Եվ նորեն հաստատ ցեզի ասեմ, Աստված, եթե ցանկիտ մեջ սխալ բան բադայեցավ, ասել չէ հիվանդացար։ Աստված քեզի հիվանդություն չի բերեր։ Տշնամին կբերե հիվանդություն։ Աստված քեզի հիվանդություն չի դար։ Աստված հիվանդություն դա չեր գարեր։ Ես գորոշեմ, որքան անաբադի մեջ կուզեմ լալ։ 11 օր կամ 40 տարի։ Անաբադի մեջ մեռնիմ, կամ անաբադեն դուրս ելեմ խոստացված երկրից մտնեմ։ Ես գորոշեմ։ Եվ հետևաբար որ գսեմ ես դժվարություն, ասել չեմ ուզեր հիվանդություն, ես կխոսիմ քեզի թեմ թշնամի մգա որ գմարդնչի, բادرազմը, հոգևոր բادرազմ գա։ Եվ դու նադոր թեմ պիտի գանքնիս Աստծո խոսքով։ Բողոս Արաքյալ Աստուծո խոսքը ստացավ, որ ինք Մագետոնիա պիտի երթա։ Դեսիկ տեսավ, ասի Գործ Արաքելոց 16-րդ գլուխի մեջն է։ Դեսիկ տեսավ, դեսիկի մեջ Բողոս Արաքյալին ասավ, որ Մագետոնիա պիտի երթաս։ Բողոս Արաքյալ ոտքի ելավ ուրախությամբ, ասավ ես Մագետոնիա պիտի երթամ Ավետարանը պիտի կարուզեմ։ Հոն քնած, երկու օր չի դեվեց, փանդին ամենափիս դեղն էդեցին իրեն, լավ մձեծեցին իրեն, ատկան ձեծ չգերած, ինչքան վնասներ տեսավ, գրնար Բողոս Արաքյալ ասել, վայ ես արդյոք սխալ լսեցի Աստծո։ Բայց շիդակ լսեց ասելով հոն քնած, եւ Աստծո գամքն էր որ հոն երթար, եւ ինքը պիտի չարչարվեր ոնդե, եւ չարչարանքը ձեզ ուդել էր, փանդի մեջ նետվել էր, Ավետարանին համար։ Ավետարանի համար։ Հետևաբար անպայմանորեն ասել չէ, որ եթե ես բամը գնեմ, որ Տերոջը համար եւ Աստված ինձի խոսած է, եւ հանգարց դեսեմ, որ ֆիզիկական աշխարհի մեջ բամը բադահի որ սխալ, ադի ասել է որ ես սխալ քայլ կառնեմ, որ ես պետք ունիմ Աստծո խոսք առնեմ։ Ես պետք ունիմ Աստծո խոսք առնեմ։ Եթե ես պիտի ընդունիմ այդ միտքը, որ ոչ անգարելի է սխալ բան բադայի, եթե ես Աստծո գործը գնեմ, անգարելի է դժվարություն ունենամ, եթե ես Աստծո գործը գնեմ, այնադեն ինչ պիտի ասենք Աբրահամին, Իսահակին, Հակոբին, Հոսեփին, Դանիելին, բոլոր այս հավատքի հերոսները, որոնք Աստծո խոսքին իման վրա շարժեցան, բայց ինչապ նեղություններ տեսան։ Աստված Մովսեսին կանչեց,
անաբադի մեջ եւ հեսավ Եգիպտոսի հետ պիտի երթաս։ Իրեն խավազանն ալ դվավ, իշխանությունն ալ դվավ, հեսավ պիտի երթաս եւ ժողովուրդը սարցակես։ Ինքը չեր մտածեր Եգիպտոսի երթա, ինքը չեր ուզեր Եգիպտոսի երթա, եւ վերջո Աստված իրեն համոզեց, Աստված իրեն ղրգեց Եգիպտոս։ Հիմա քնած Եգիպտոս, թագավորին արչեւ գեցավ, խավազանը նետեց, խավազանը օծի վերածվեցավ։ Թշնամին խավազանները գերավ իր խավազանը։ Փարավոնին արչեւ գեցավ եւ ասավ. «Թող իմ ժողովուրդը սարցագիր»։ Արցագե իմ ժողովուրդս, որ ինձի ճաշտեն։ Այդ ամենը լալեն յետքը, Փարավոն գտարնա եւ գսե ես քեզի չեմ ճանչնար, դուք զույլ ժողովուրդ եք, ես ծեր կորձը երկու անգամ պիտի գրտնաբատկեմ եւ ցեզի ծեր բետ կնալ կորձը ընելու պիտի չդամ։ Ծեր քուխուն ջարին նայեցեք ասավ մեկ խոսքով եւ չլա որ մեկ գաթիլ անգամ բագասը լա այն բանին որ դուք գահայթայթեք Փարավոնին։ Ավելի վատ եղավ, ավելի լավ չեղավ։ Հիմա էլ Մովսես պիտի երթա ժողովրդին, ասի ժողովուրդը պատրաստ էր Մովսեսին սպանել։ Տուն Երևակայ Մովսեսին դերն ես հիմա։ Արդյոք ես սխալ լսեցի։ Բայց Աստվածը սա որ ես երթամ։ Արդյոք փոխեմ հիմա, արդյոք ուրիշ բան մնեմ։ No։ Մովսես դերը մնաց։ Աստուծո մե հաջորդ խոսքը արավ։ Սա նորեն կնա Փարավոնինքով։ Նորեն կնա Փարավոնինքով։ Մինչ որ այլոց զունգի փերավ Փարավոնին։ Գնար Մովսես ցերկերը լվալ սեդ վերջ ես գայացի շիդակ բան մերի, բայց ըստ երևույթին ամեն սխալ գերտա, ուրեմն շիդակ դեղը չեմ ես։ Շալգվիմ ես երթամ։ Երեք եւ որ ավետարանչան ինչածեինք, Տորոսը գսե ինչապ գուրուչուն գա Հայաստանի մեջ գսե։ Եվ մերսի դցացա, որ մի քանի օքի հետ խոսեցանք, մի քանի օքի ապաշխարեց, երկու օքի ապաշխարեց, 5 օքի կարոզազենք։ Երկու օքի ապաշխարեց, բայց այդ 5-ն երկուն լման գույր, գրոնական գաբանքի դակ թաղված Աստուծո մել լման հերու, մեկ իր Աստվածը շինած է, գուրքը շինած է, եւ ասի հայ է։ Իր Աստվածը շինած է, ուսե որ ամեն մարդ իր Աստված ունի, ամեն մարդ իր հասկացածին պես կբաշտի Աստուծո։ Ասի ինչ գիտես քու բաշտած Աստվածը շիդակ Աստվածն է։ Իրեն համար ամեն քիրքերը շիդակ են, Աստվածաշունչը, Քուրանը եւ այլն, ամենն ալ Աստուծո գահացնեն։ Ասի հայ է, բայց նկատի արեք որքան մոլորված է։ Գնանք մենք գասկածիլ եւ ասել, արդյոք մենք սխալ ենք ջամփագիչնենք որ կարոզենք որ Տորոս մենք սխալ գնենք որ ջամփագիչնենք կարոզենք որ Եթե Աստված սավ քացեք ավետարանը կարոզեցեք մենք սխալ գնենք որ Երգիրի մեջ գաբան կա Տորոսին էսի Աստված մեզի ամար ասոր ամար մեզի ղրգեց Հայաստան որով ոս խավար գա մեզի լուսավոր դերմը չղրգեց որ արդեն ամեն մարդ հավատացյալներն ամեն մարդ լեզուներ գխոսին նոնը մեզի դերմը ղրգեց որ նման մոլորվածություն գա հոն ղրգեց խավարի մեջ դրավ մեզի որովհետեւ մենք լույսը արդացոլացնենք Աստծո եւ парք Աստծո adorամար մենք Աստծո կորձը գնենք շատ ավոր բաներ կտեսնենք որ Անցյալ շաբաթ ես մոռացա ասել ասիկա անցյալ շաբաթ Տորոսի եւ Թամարը մեգումը կարոզեին երկու օքի էին գարզեմ եւ ադոնք ապաշխարեցին ես մեկ հատ ինչ այլոց ուրիշի կկարոզեի Եվ Թորոսը հանգած եկավ այսպես եկավ։ Այսպես եկավ Թորոսը, մի կես հասկացա ես արդեն, որ լավ անցերը հոնդեղը, սավ երկու հոգի ապաշխարեցին, բայց իր ուրախությունը պիտի տեսնեիք։ Ամեն մեկ հոգին, որ ապաշխարեց սիրտիդ մեջ անբես ուրախություն գարդն, չես կնար։ Մորֆինի բես է, մեկ հատ համը առնեսն ալոր գուզես նորեն, ոչերը այլևս քեզի չեն կար։ Որովհետև եւ որ դեսնես ուրախությունը եւ որ դեսնես այդ մեկ ցուգը երկու եղավ 4 եղավ եւ գտեսնես քո ինչպես Աստծո թակավորությունը գնտլայնվի մարդոց սրդերու մեջ կմտնե ուրախություն Աստծո ուրախությունը կսկսի արթնալ սրդիդ մեջ որով Աստծո սիրտը հոն է Աստված եկավ աշխարհ որ աշխարհը բրգե ոչ թե որ միան քեզի բրգե աշխարհը եկավ որ աշխարհը բրգե անկան սիրեց աշխարհը որի միազին որդին դվա որով որ հավատանա բրգվի հետեւաբար աշխարհը եկավ որովհետեւ աշխարհին բրգե Հոսեփ ասում է խոսք արավ դեսիլկով երազով ադի ելավ հայդարարեց իրեն ինչ երին փոխանակ Աստծո խոսքը լա միջաբես ինչ եղավ իրեն արին ձեզեցին լավը կուպը նետեցին ուրացան ծախեցին իբրև ստրուկ Հոսեփ եթե Հոսեփին դեղը լայն ինչ պիտի մտածեինք հիմա մենք արդյոք Ադաչի պավեր հազիվ քիչ մը լավանալու սկսավ իր բարական իր դիրոջը դանը մեջ հանգարց հիմա գինի ելավ իր մասին սուտ խոսեց եւ իրեն թրին ամենակեշ փանդի մեջ Հոսեփին դեղը լայր ինչ պիտի ներթուն
Աստվածաշունչը գսե աս վիճակի մեջ, եւ Հոսեփ աս վիճակի մեջներ, Ձնթոց 39:2, գսե Հոսեփ հաջողակ մարդ էր, Աստված իր հետն էր։ Զարմանալի է, դուրսեն եթե նայես գսես ու դե հաջողակ է աս մարդուն։ Երթային ավելի վատ գերտա իր վիճակը, հիմա փանդերում մեջն է։ Ինչպես հաջողակ մարդ է, բայց Աստվածաշունչը ադվես գսե, որով ինքը բռնված էր Աստծո, եւ Աստծո խոսքը չէր փոխեր, Աստծո խոսքի մեջ կմնար։ Ի վերջո գիտեք, փանդի մեջ դարձավ փանդաբեդ եւ անգի հետ դարձավ երգիրին բեդ։ Աթորով մի անցած։ Բայց ամեն ինչը իր մեկ անցներ։ Օրնությունը եւ օծությունը գուկա եւ որ հնազանդություն կա Աստծո խոսքին եւ որ Աստծո խոսքը չենք փոխեր։ Մինչեւ որ Աստված մեզի իսե ուրիշ բան։ Եվ այդ բանը, որ Աստված մեզի պիտի իսե, Աստծո խոսքին հակառակ պիտի չլա։ Չես կնարսել դերը ինձ իսա որ այսպես պիտի ելա ինձի եւ որ Աստվածաշունչը հստակ կսե որ իր գամքի ինչ է։ Սուն սխալ լսեր ես ուրեմն։ Ինչպես որ ես ցեզի օրինակ կուտայի, Աստված երազից մեջ եկավ, Աստված շագերդյալս եմ, որով Աստված չէր, բայց Աստուծո գերբարանքով եկավ, որով Սատանանը գնա սա հրեշտակի գերբարանքով գալ, չէ։ Աստուծո գերբարանքով եկավ եւ ինձի սա քու աղջիկը ինձի եսավ։ Դեռ չէր ծնած։ Եվ ես գնայի ադի ընդունել։ Եվ ասեի, վայ, դերը սավ աղջիկս բիդարնե եւ եթե երթար աղջիկս, հավանաբար ծեր ամեն արջե բիդելեի խեղճ եւ իցեի դերոջը գամ կներ, երկինքը ավելի պետք ուներ իմ աղջիկիս քան ես։ Որ ասանք խոսքեր շատ կլսեք։ Բայց Աստծո նկարակիրը ես լավ գիտեմ, կամ բավական գիտեմ ասեմ, չեմ լավ գիտեմ, որով դեր շատ ունիմ գիտնալու, բայց լավ գիտեմ ան բաները, որ ադոնք հաստատ են չեն փոխվիր, Աստուծո փառությունը, Աստուծո գամքը գիտեմ, Աստուծո գամքը չէ որ աղջիկը սառնե, ադո ամա մեժեցի ադիգա ես։ Քանի խոսքին հետ պետք է թուն բանենես, հաստատես, թե ստացածը չի դագեր կամ ոչ։ Բարի։ Ուրեմն դերը սավ հաջողակ մարդ է Հոսեփ եւ ի վերջո Հոսեփ բարձրացավ եւ եղավ գլուխ օրտնվեցավ որբեսի թուն գիտնաս եթե 100% շիդակ դեղնես թուն պետք է Աստծո մեջ խոսք առնես թուն չես կնար որոշել այնտեղդ փոխել եւ երթաս ուրիշ տեղ եւ ասել որ Աստված ինձ իսավ եւ որ Աստված քեզի բամը չի ասածներ Եղիային դեղը թիրթուն քո անցդ Եղիային քովը իմաչուրը չորցավ Եղիա չես տեսներ նստեցավ մտցավ մտածել որ մեկ երգիր արդյոք Սոդոմ Գոմոր երթամ նորեն հոնդեղ չուր գա հոնդեղ արդյոք ասինչ դեղ երթամ հոնդեղ սով չի գա արդյոք Եգիպտոս իջնեմ արդյոք հոս կամ հոն երթամ որովհետև հոնդեղ ավելի լավ է վիճակը դեղը մնաց եղել Կովինտաց իսե դեղը մնաց Դեղը մնաց մինչև որ Աստծո մեջ խոսքը ստանար դեղը մնաց եւ ինքը արգանչը փածած էր հարած էր Աստծո Աչքին աչև գչորնա ճուրը Դուք ինձ ասեք մարդ որքան գրնա ապրիլ առանց ճուրի Երկոր Կիդական մագարտակի վրա 3 օր հազիվ գրնաս դանիլ բայց 7 օր եթե չի խմես ճուր գմերնիս մարդիկ գնան 40 օր ճուդել բայց չես նա 7 օրեն ավելի չի խմել գմերնիս մարմին ճուրի պետք ունի 70%-ը մարմինի ճուր է չէ՞ Մարմին ճուրի պետք ունի, արյունդ պետք է վերանորոգվի, ճուրը հիմնական բաժիններն է մարմինին համար պետքերեն։ So հիմա տուն Եղիային դեղն ես եւ ճուրը չորցավ։ Մեկ օր անցավ։ Երկու օր անցավ։ Փորդ ղրղր գնեգոր լեզուտ քիմքիտ փագերը չես գիտեր որ ինչ պիտնես դերը թերփան մչեսավ։ Ինչն եմ ելեմ արդյոք։ Ինչ կսես շողի երտամ։ Սմեդը կես սպասեմ Եղիա սպասեց չսեր որևէ մեկ բան Աստվածաշունչը բացի որ որոշ ժամանակ անց եղածը չորացավ որովհետև անցրև չէր գալիս Եղիա դեղեն չի շարժավ դեղը մնաց Դավիթ հոստեղը լավ չէին վիճակս ես կմտածեմ որ երթալ Եվրոպա որով կգարձեմ հոն ավելի դերոջ մե խոսք ունի սադորամար Ես կգա նե թուրերը կբացվի որ ասել է ուրեմն դերն եմ ու գնա սատանան թուրերը բանա Ինչ գիտես դերն է ադիգա Ես պետք է 100% վստահ լայի որ դերը ինձ Հայաստան կբերե Եվ մեկ խոսք չէ քանի խոսքերը ստացած եմ դերոջ մե որ ես այլևս գիտես ինգավ գսե
Գիտես ինգա, որ ես հաստատ գիտեմ, որ ես պետք է Հայաստան կամ դու ատկան վստահ ես Հայաստան, ատկան վստահ ես դերոջ մե խոսք ունիս։ Ուրեմն տեր գեցիր ձոմով գեցիր, մինչև ասում են խոսք ստանաս։ Որովհետև դու քեզի մեծ վնասի մեջ պիտի տնես, եթե դու Աստծո այնտեղի մեջը չես ուրին կուզետուն լաս։ Գնալ, բայց գնաս ես տապտավիտ կերի թե ադը չորցավ, ինչ պիտի նեմ հիմա, չորցավ, սպասե դիրոջ։ Դյուրին չէ գսեմ, գիտեմ դյուրին չէ, գիտեմ լեզուտ քինքիտ պագազը, գիտեմ ադիգա, բայց պիտի սպասես դիրոջ, դերոջը նոր խոսք պետք է ստանաս։ Գիտես ասված գրնար ահանգ չուր դար եղիային գեսած դեղը։ Անգե առաջրած է, Մոսես ժայրին զարգավ չուր է լավ չէ։ Գրնար ասված ասել եղիային լավ եղիա, հիմա այս ժայրը դեսես որքով է, հրամայի այդ ժայրի մեջ են չուր գիտել է քեզի։ Գրնարն էլ, երերը ասկի առաջ, եղիան լավ գիտեր։ Սամսոնին իշու ավանագի ձնոդեն չուր խմել դվավ, ասված։ Ասեն դժվար չէ Աստուծո, այն վիճակի մեջը իրեն ով գյանոս մդար, չուր դար հոնդե, որպես ինք խմեր։ Այն մտածելակերպը, որ գսե հադե պետք է շարժին, պետք է ելեմ այստեղեն, ինչ գիտես, եթե ասված մեկ հատ հրաշք մվիտնե քեզի, որ հոնդե չուր դա քեզի։ Զար ասված գուզե հոս մնաս, հրաշք պիտի եւ քեզի չուր պիտի դա հայթայթե։ Ժայրեն չուր պիտի դա քեզի որ խմես։ Եվ դու որոշեցիր ելնել երթալ ասենք Եվրոպա, որ հոնդե չուր չգա քեզի համար, հոնավիտ մենից։ Եթե եղիա, ոտքել էր եւ երթար իր որոշումով։ Եգիպտոս ասենք իջներ, բիդմերներ նորեն։ Իր ծառայությունը պիտի չշարունակվեր։ Սարեպտա պիտի չերտար։ Ուրդեղ ասված իրեն պիտի գուզեր իրեն ղրգել։ Հոն պիտի չերտար։ Պիտի երտար ուրիշ դեղը եւ հոնդեղը մեկադա երային մասին պիտի չլսեինք։ Եվ գիտեք քանի օքի գա ես գջանչամ անցամ, որ ցկած են ուրիշ դեղեր եւ հոնդեղը բաղած են։ Եկեցիան ինձ չեն երտար։ Կամ գերտանի աչի ծառայեր։ Մերավ բաղավ։ Բայց լավ տրամ գշայի, գրնալ լալադա, բայց բաղավ, հոգևորությունը բաղավ, և կանի հոգի ինձ իսած են, երանի հոնը լայինք, երանի հոնը լայինք, երանի հոնը լայինք, լավ է գուր, է չէ, կորձուսոս է, պանսոս է, լավ թուն որոշ է յանի, ես ինչն եմ, ես իմ որոշումը սարեր եմ, ես գկալեմ ուր, և ինչ պաներ է թուրս գելեն և գմտնեն, ինչ է, որովհետև Աստծո խոսքին հիման վրա չշարժեցին։ Եղիան սեներ իր դեղեն չի շարժեցավ, Եղիա մնաց անդեղ մինչև այն ադեմ, որ Աստված իրեն խոսեցավ։ Շատ մարդիկ կան, չեն սպասեր Աստուծո նոր խոսք, հաբա փանիկի մեջ կինան։ Հետ եղած է, որ նեղի եկած ես և կացած ես, աղոտած ես և դևուն վրա պատասխան չես ստացած և ինչ եղած է քու միտքդ, քեզի սկսած է խոսիլ Դավիթ պետք է փամեն ես հիմա, չես կնար նստիլ, չես կնար ասպես հանդարտ մնալ, պետք է փամեն ես, բայց հոգիս սկսե որ թեր Աստուծո խոսք չարիր տուն, սպասե Աստուծո խոսք առնես, որանանք շարժիս, մինչև որ Աստուծո խոսք առնես, դեղետ չես կնար շարժիլ, կովին դարձիր, ասե մինչև Աստուծո խոսք չառնես, դեղետ չես կնար շարժիլ։ Շատ անգամ մենք գարդոնենք, որ պայմանները ավելի բարձր ցայն ունենան, քան Աստծո ցայնը։ Պայմանները մեզի գուղեն ավելի քան Աստված մեզի ուղե։ Վադի պետք չէ լա։ Պետք է Եղիային պես կեցվածք ունենանք։ Եվ ասե հավատքի կեցվածք։ Ուրեմն, ասանք մեկ դողի եզրափակելու համար։ Եվ որ ես Աստծո խոսքը ստացած եմ, ես այդ խոսքի մեջ պիտի մնամ, մինչև որ Աստված ինձ իսե հիմա ել այստեղից և կնա, որովհետև Եղիասիներ հաստատ մնաց, ադոր համար 8-րդ համարը նորեն նույն բարերով գսե և դերը խոսեց նրա հետ ասելով։ Այսին երկրորդ համարի մեջ կտեսնես նույն բարերը, գսե և դերը խոսեց նրա հետ ասելով և իրեն քերիտ հեղեղատ ղրգեց, որովհետև հավատարիմ էր առաջին բանին, Աստված իրեն տվավ երկրորդ հանգրվանը իրեն հայթայթեց, ապահովեց, քերիտ հեղեղատ ղրգեց, որովհետև հոն հավատարիմ մնաց,
Աստված 8-րդ համարի մեջ եկավ եւ ասավ եւ դերը հիմա նրա հետ խոսեց եւ ասեց վեր գաց եւ գնա Սարեպտա եւ մնա այնտեղ ահա ես այնտեղ հրամայել եմ որ փեվարի գնոջ որ քեզ գերագրի դեսես եթե ինքը գլուխը առներ եւ երթար ինքը Սարեպտա պիտի չերթար եւ այնտեղ իրեն հայթայթում պիտի չլար ստացավ հայթայթում, որովհետև Աստծո խոսքի մեջ մնաց։ Մեկ անգամ հովիվը գբատմե գսե ինքը ասմարտը մեծ ծառայություն ունի, դասնյակ տարիներով ծառայություն ունի եւ գբատմե ժամանակը իր առաքելության ընթացքին եկեղեցի մեծ բարտկի դագին գավ եւ մարդկային օրենցև չի կարադի վճարվի եւ իր ամբողջ ծառայությունը պիտի երթար մեկ խոսքով bankruptcy դելար եւ այսին բիդի գործընծներ ամեն ինչ եւ լուջ փանիկ մոդի մեջ էր ինչ պիտներ չեր գիտեր քնած հերու դերմը տաշտիմը մեջ մտավ եւ հոնդե ասավ ես հոնդեն դուրս պիչել եմ ինչեւ դերոջ մե խոս չառնեմ որ գիտնամ ինչ պիտելա եւ աղոտեց ամբողջ գիշերը արավոտ լուսատեմին սկաց որ մարտիկը սկսան մոդենալ այդ տաշտի մեջը ամճնալով ելավ իդ իր օթոն քնած օթոն նստեցավ Դագավին ասում է խոս չուներ Օթոն վարեց, ռադիոն վարվավ, ռադիոյի մեջ են քարոզիչը, ասավ ով քարոզիչ։ Թուն դեղետ բեք չունիս ելլելու, թուն պետք ունիս հավատալու։ Եվ իդ մարեց ավտոն, ինք գարձեց որ ազո ցայնն է։ Հետո գիծավ ռադիոն է, բայց գիծավ որ ռադիոյեն ասված հետո խոսեցավ, թուն բեք չունիս դեղետ ելլելու։ Քանի ինքը շվարած վիճակի մեջ էր, ինչ պիտնեմ։ Թուն պետք ունիս հավատալու ասավ, ասված իրեն։ Թուն պետք ունիս մնալու Ինքը եւ որ գնաց Սարեպտա, այդպես թյուրին չեղավ, որ ինքը ասավ ես հրամայել եմ անգնոջ, որ քեզի հոգա չէ, գնաց այդ գնոջը մոտ, ասավ ինձի դուր, ասավ բայց ես իմ զավակս ունիմ ասավ։ Սա ամբես խալիկ չէր, որ գինը հոնդեն ստեր գսպասե որ յալա եղյան ուր է, որ իրեն ես պիտի օրտնեմ, ամբես չէր։ Եվ գրնար ինքը այնտեղ չի մնար եւ երթար Սարեպտա ասեր Չեղավ եւ ցկերի երթար ասված են սավ հոն գմնաս քանի հոն հրամայել եմ քեզի համար գերագուր եւ պիտի կա քեզի գերագուրը պիտի հավատաս Աստծո քու մտքի թեմ շատ անգամ պիտի բادرազմ հրճագես որը քու միտքը ամենամեծ թշնամի դե շատ անգամ որը քու միտքը պիտի սե պանիկի մեջ պիտի նա պիտի սե հադե շարժի փամը ռեասրե աները կամ ամեն ինչ գործընծուցիր ինչերը նո դու պետք ունի սենսել հանդարտիր լուր մնա եւ դես դերոջը ջաշագե դերոջը բարությունը ինչպես Սամոսով գսել լուր մնա հանդարտիր դերոջ ցայնը լսե եւ գիծիր ելլելի կես աստերեն կամ մնալի կեսոս ես 1000 բաժար ունեի որ Հայաստանը ցկեմ երթամ 1000-ն ավելի բաժար ունի մինչեւ այսօր որ ցկեմ Հայաստան երթամ բայց դեր ինձ հոս կուզե ինձ իսազե հոս մնա Ինչը որ ինձ իսե ելեմ, ես չեմ փնդրեր որ ելնել։ Ես գսպասեմ դիրոջը խոսքին, բայց մինչև այդ օրը կա է, ես հավատարիմ պիտի մնամ Աստծո գործի մեջ հոս։ Եվ պիտի բարձրացնեմ ըստ մեր առաքելության եւ դեսիլքին կյանքի աղբյուր եկեղեցու փանակ Աստծո թակավորության փանակ, որովհետեւ Աստծո գործն է։ Ամեն Հետևաբար սիրելիներ, եկեք այսօր Աստծո խոսքար։ Եվ եթե դերը քեզի բամը ասած է եւ դու փոխեր ես ադիգա, իդ վերադարձիր։ Եթե դու քերիդ հեղադեն ելած էր, որովհետեւ դեսար չորցար է, կամ գչորնա, իդ դարձիր քերիդ հեղադ, որովհետեւ Աստված քեզի on ուրիշ սելիք ունի։ Բայց դու պետք է Աստծո լսես, որ գիտնաս, եթե դու շիդակտերն ես հիմա կամ ոչ։ Որքան սկայուն ես Աստծո ցայնին, որքան ավելի բռնված ես Աստծո ցայնին, փոխանակու ցայնին, կամ ժողովրդին ցայնին, կամ սիրելիի ցայնին։ Դարձի այդ Աստծո ցայնին եւ Եղիային բես եւ որ շարժիս, Եղիային բես ծառայություն պիտի ունենաս երկրի վրա։ Եղիային բես բդուղներ պիտի դեսնես քու կյանքիդ մեջ։ Եղիային լման առաքելությունը ծնավ, որովհետեւ Աստծո խոսքին հետ կկալեր։ Հանգած բամը չեր փոխեր իր առանցին վարդապետությունը չեր ստեղծեր։ Գուալ առաքելությունը գծնի եւ գմեծնա եւ արչեւ գերտա եւ որ թուն Աստծո խոսքին համացան շարժիս անգե դուրս չելես։ Բարի։ Եկ ոտքի ելենք։